Սիրելի երևանցիներ, ես այս պահին գտնվում եմ հյուսիս-հարավ մայրուղու վրա, գտնվում եմ մոտավորապես Արտաշատ քաղաքից 7 կիլոմետր հեռավորության վրա և այս պահին հենց ավտոմեքենայի մեջից տեսնում եմ օդի որակի ցուցանիշը, որը նույնիսկ որոշ դեպքերում ավելին է ցույց տալիս, քան Երևան քաղաքում։ Այս պահի դրությամբ օդի որակի ցուցանիշը միջին աղտոտվածության շրջանակում է գտնվում և իրականում մեր հիմնական խնդիրները, որոնք որ սկսում էին նոյեմբերից և մենք այս մասին խոսել ենք, արդեն իսկ սկսել են։ Օդի որակի խնդիրները Երևան քաղաքում ունի տասնամյակների պատմություն և խնդիրը բազմաշերտ է և առաջին հերթին իհարկե պայմանավորված է ջեռուցման սեզոնով։ Այս մի քանի օրը նաև պայմանավորված է որոշակի հրդեհներով, որոնք որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում, բայց ամենակարևոր և ամենաբարդ հատվածը իհարկե մեր աշխարհագրական դիրքն է և հարարատյան գոգավորության հատվածում կուտակվող և չշարժվող օդը։ Եվ մենք շուտով կխոսենք նաև, թե ինչեր է պատրաստվում անել Երևանի քաղաքապետարանը, ինչ համագործակցության շրջանակ ենք պատկերացնում մեր շրջակա միջավայրի նախարարության, մեր պետչական մարմնի հիդրոօդանավության կենտրոնի հետ և կարծում եմ նաև կհրավիրենք տարբեր մարդկանց, երևանցիների, ում հուզում է հարցը, ով հետաքրքրված է խնդրով և նաև կտեղեկացնենք, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում այդ առումով։ Շնորհակալ եմ։